Մենք երկու ճամփորդ պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք փնտրում հազարից դեր հայր այս ճամփի վերջում ինչ կանձ է պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ծովի մեջ ցոլում Մենք գնում ենք Ուր կա սիրո ակունք Երկնային լույսով անցիր Մեր արջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Քրիստոս ծնավ և հայտնեցավ Ձեզ և մեզ մեծ ավետիս հայք Տեր այր, Սուրբ Ծննդյան օրը Մարդիկ միմյանց միայն այսպես են բարևում Պես Սուրբ Ծնունդը մեծ տոն է և մարդիկ իսկապես հենց այդպես էլ միմյանց ողջունում են Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս Եկեղեցուց ես գալիս Այո Տեր այր, սպասեցի որ պատարակը վերջանա և ես եկա ձեզ մեզ շնորհավորելու Այս մոմն էլ վառել ես եկեղեցու մոմերից Այո Շնորհակալություն հայք, ես էլ եմ քեզ շնորհավորում Ես էլ Երևանին էի զարդարում Մենակ էի Հիմա ինձ կօգնես, չէ։ Իհարկե։ Հիշում ես, չէ, ինչ խորհուրդ ունի տոնածառը։ Հիշում եմ, Տեր, այդ Հիսուսին է խորհրդանշում։ Շատ ճիշտ է։ Իսկ հիշում ես ոնց ենք անցյալ տարի գնացել Մայրաթուռ, այնտեղ տոնածառներ տեսանք։ Այո, հիշում եմ։ Գեղեցիկ Երևանն էր։ Գեղեցիկ տոնածառ էր, չէ։ Մեծ տոնածառը, Տեր։ Եկեղեցի մենակ էիր գնացել։ Չէ, Տեր այլ, ընկերս է պիտի գար, բայց չկարողացավ։ Ինքը հիվանդացել է եւ շատ տխրեց։ Ինքը շատ էր ուզում մասնակցել ջրաքարույցի պատարագին։ Որոշել եմ, պիտի գնամ նրա Սուրբ Ծնունդը շնորհավորեմ, Տեր այլ։ Շատ ճիշտ ես որոշել։ Ապրես։ Իսկ ես քեզ մի հեքիաթ պատմեմ։ Հեքիաթ։ Դու էլ կգնաս ընկերոջդ կպատմես։ Կլինի։ Տեր այլ։ Հա, հեքիաթ ինչու ես զարմանում։ Մարդիկ միշտ էլ Սուրբ Ծննդյան նվիրված հեքիաթներ են հորինել, պատմվածքներ, երգեր, շարականներ, նկարներ են նկարել, որովհետև արդեն հազարամյակներ շարունակ Սուրբ Ծննդյան օրը հիացնում, ոգևորում է մարդկանց, ուրախացնում է նրանց։
Լավ։ Հայկ։ Հա։ Եղևնու հետևն է, փոքրիկ աթոռը կբերես։ Լավ։ Երկու հատ բացի, բերեցի։ Եկեմ ես։ Դե նստիր։ Այսպիսի մի ցուրտ գիշեր Հայկ մի մարդ դուրս է գալիս կրակ փնտրելու։ Դռնեդուր է ընկնում, ծեծում է դռները, կանչում է, աղաղակում է, ով բարի մարդիկ, խնդրում եմ կրակ տվեք ինձ, կինս հենց նոր որդի ծնեց եւ կրակ է պետք, որպեսզի նրանք տաքանան։ Բայց դե լսող չկա, խոր գիշեր, բոլորը քնած, պատկերացնում ես։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Եվ հանկարծ Հայկ հեռվում կրակ է նշմարում։ Քայլում է այդ կրակի ուղղությամբ եւ տեսնում է, որ մի խարույկ է վառվում, խարույկի շուրջ սպիտակ ոչխարներ են մակաղել, ոչխարապահ շները կան եւ մի ծեր հովիվ հսկում է ոչխարներին։ Իսկ հովիվնով է ձեր հայր։ Համբերիր կիմանաս։ Եվ ահա Հայկ մարդը մոտենում է խարույկին։ Հա։ Հովիվը ննջում է, իսկ կրակի մոտ 3 հսկա ոչխարապահ շներ են բարձած։ Շները երբ տեսնում են անծանոթին, ուզում են հարձակվել, ուզում են բռնել նրան, սակայն ոչինչ չեն կարողանում անել։ Ոնց դեր հայր։ Մի քիչ համբերիր կիմանաս։ Հովիվը հանկարծ բացում է աչքերը եւ երբ տեսնում է անծանոթ մեկին, ձեռքը մեկնում է երկար մահակը վերցնում եւ նետում է եկվորի վրա։ Հա։ Բայց մահակը մի կողմ է թռչում։ Պատկերացնում ես եւ չի գտնում մարդուն։ Չի կպնում դեր հայր։ Չի գտնում։ Այդ ոնց։ Ինչ է, ուզում է իր կպներ։ Դե չի դեր, պարզապես շատ եմ զարմանում։ Հա, իհարկե, այ զարմանալի է։ Հովիվն էլ է զարմանում։ Հա։ Եա մարդը հովին ասում է. «Ով բարի մարդ։ Խնդրում եմ քեզ, մի քիչ կրակ է պետք, որովհետև կինս հենց նոր որդի է ծնել եւ նրանց տաքացնել է պետք։ Մի քիչ կրակ դուրս տանեմ»։ Ճիշտն ասած, այդ հովիվը չի ուզում կրակ տալ, ուզում է ասել չէ, բայց մեկ էլ հիշում է, որ ոչխարները տեղից չշարժվեցին, շները մարդուն չվնասեցին, մահակն էլ չկպավ մարդուն, ինչ որ վախ է մտնում մեջը եւ ասում է. «Դե լավ, վերցրու ինչքան ուզում ես տար»։ Իդեպ այնքան էլ բարի մարդ չէր այդ հովիվը։ Հա։ Հա, ուղղակի տեսնում է, որ այդ եկվորի ձեռքին ոչ բախ կա, ոչ դուլ կա։ Մտածում է, սա ո՞նց է կրակ տանելու։ Չի կարողանալու կրակ տանել եւ ասում է, ահա ինչքան ուզում ես վերցրու տար։ Բայց ձեռքով կարող է վերցնել փայտը։ Եվ մարդը կռանում է, Հայկ։ Եվ իր զգեստի փեշերի մեջ լցնում է կրակը եւ կրակը ոչ իր ձեռքերն է այրում, ոչ իր շորերն է այրում։ Հովիվը ապշած նայում է։ Եվ երբ մարդը սկսում է հեռանալ, հովիվը հետևից կանչում է. «Ով մարդ, այս ինչ գիշեր է, ինչ է կատարվում»։ Եվ մարդն ասում է. «Ապա շուրջդ նայիր, ինչ է, չես տեսնում»։ Հովիվը նայում է իր շուրջը, 4 բոլորն է նայում եւ ոչինչ չի տեսնում եւ չի հասկանում։ Բայց որոշում է հետևել այդ մարդուն։ Հա։ Եվ ահա արագ քայլելով մարդը մոտենում է մի գոմի եւ հովիվը տեսնում է, որ այս մարդը նույնիսկ տուն չունի։ Այլ իր կինն ու նորածին որդին մի խղճուկ գոմում են գտնվում։ Ցուրտ, մութ։ Հովի սրտում ինչ որ բան է շարժվում։ Պարկից հանում է մի մորթի եւ մեկնում է մարդուն, ասում է սա փռեք փոքրիկի տակ, որպեսզի չմրսի։ Եվ երբ այս բարի գործը կատարում է, նրա աչքերը բացվում են։ Եվ նա ինչ է տեսնում, գիտես, իր շուրջ։ Տեսնում է բազմաթիվ արծաթաթև հրեշտակներ, որոնք երգում են եւ ասում են. «Այսօր աշխարհին փրկիչ ծնվեց, նա պիտի փրկի աշխարհը»։ Ու հասկանում է Հայկ ծեր հովիվը, թե ինչու էին այդ գիշեր բոլորը այդքան բարի դարձել։ Կրակն չէր այրում։ Այո։ Ծեր հովիվը շատ է ուրախանում։ Ծնկի է իջնում եւ փառք է տալիս Աստծուն։ Այն ամենը Հայկ, ինչ տեսավ ծեր հովիվը, մենք էլ կարող ենք տեսնել։ Դրա համար ոչ ջահեր են պետք, ոչ մոմեր, ոչ արև, ոչ լուսին, այլ պետք է որ մեր հոգու աչքերը բաց լինեն։ Եվ հոգևոր աչքերով մենք կարող ենք ամեն ծննդյան օրը տեսնել, թե ինչպես են երկնքից հրեշտակները իջնում եւ այդ բարի լուրը ավետում։ Եվ ասում փառք բարձունքներում Աստծուն
երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Դե լավ Հայկ, վեր կենանք։ Վերջ։ Հա։ Գնամ ընկերոջս պատմեմ։ Հեքիաթը։ Գնա պատմիր։ Հա։ Այս երկու դուփերը վերցրու, մեկը քեզ, մեկը ընկերոջ։ Հեքիաթի հետ միասին կնվիրես նրան, լավ։ Հա, տերեր։ Ես մեկին ես, մեկը ընկերոջս։ Ոնց կուզես։ Ես մեկին ես, ընկերոջս։ Լավ, ես մեկին ես, մեկը ընկերոջս։ Հա։ Հա, տերեր, քան չեմ մոռացել, ես ձեզ նվերում եմ։ Սքանչելի նվեր է, Հայկ, շնորհակալ եմ, հրեշտակ է։ Հրեշտակ է տերեր։ Արծաթափայլ թևերով։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ ձեզ մեծ ծավետից։